Թորնուհին տատիկը լքեց ծերանոցում նրանի վրեժխնդրությունը խոսք կթողնի քեզ։ Մարիամ տատիկը նստած էր իր փոքրիկ տան պատշգամբում նայում էր այգու ծառերին։ Նա 73 տարեկան էր, բայց դեռ ուժեղ առողջ։ Այս տունը նա կառուցել էր իր ամուսնու հետ 40 տարի առաջ։ Այստեղ էին ծնվել նրա 2 երեխաները։ Այստեղ էր մեծացել նրա թոռնուհի Աննան, երբ նրա ծնողները Մարիամի դուստրը Փեսան մահացել էին ավտովթարից։ Աննան այն ժամանակ միայն 5 տարեկան էր։ Մարիամ տատիկը վերցրեց փոքրիկ աղջկան մեծացրեց նրան ինչպես իր սեփական դուստրը։ Նա աշխատում էր 2 աշխատանքով, ցերեկը դպրոցում որպես ուսուցչուհի, իսկ երեկոները կարում էր հագուստներ հարանների համար։ Բոլոր գումարը ծախսում էր Աննայի վրա։ Լավագույն դպրոց, լավագույն հագուստներ, լավագույն ուտելիք։ Աննան մեծացավ գեղեցիկ խելացի աղջիկ։ Նա ավարտեց համալսարանը լավագույն գնահատականներով գտավ բարձր աշխատավարձով աշխատանք մեծ ընկերությունում։ Բայց երբ Աննան սկսեց աշխատել վաստակել լավ գումար, նա սկսեց մոռանալ իր տատիկին։ Նա հազվադեպ էր այցելում, միշտ ասում էր, որ շատ զբաղված է աշխատանքով։ Մարիամ տատիկը հասկանում էր, նա չէր ուզում ծանրություն լինել իր թոռնուհուն համար։ Բայց սիրտը ցավում էր, երբ տեսնում էր, թե ինչպես Աննան հեռանում է իրենից։ Մեկ օր Աննան եկավ տատիկի տուն մի երիտասարդ տղամարդու հետ։ Նա ներկայացրեց նրան որպես իր ընկեր Դավիթ։ Դավիթը հարուստ ընտանիքից էր ուներ մեծ բիզնես։ Նա նայում էր Մարիամի տանը արհամարհանքով, կարծես այն աղբանոց լիներ։ Աննան ասաց, որ նրանք պատրաստվում են ամուսնանալ ապրելու են Դավթի առանձնատանը քաղաքի կենտրոնում։ Մարիամ տատիկը ուրախացավ իր թոռնուհու համար, ասաց, որ օրհնում է նրանց։ Բայց Դավիթը հարցրեց, իսկ ինչ կլինի ծերուկի հետ։ Աննան լուռ մնաց։ Մարիամը պատասխանեց, որ կմնա իր տանը, ինչպես միշտ։ Բայց Դավիթը ծիծաղեց ասաց, որ Աննան չի կարող թողնել իր տատիկին միայնակ, բայց նրանք չեն կարող նա տանել նրան իրենց տուն։ Լավագույն լուծումը ծերանոցն է։ Աննան փորձեց բողոքել, բայց Դավիթը եկավ ու շնջաց նրա ականջին, եթե ուզում ես ինձ հետ ապրել, այս հին կինը չպետք է մեր կյանքում լինի։ Աննան նայեց տատիկին, հետո Դավթին։ Նա ընտրեց Դավթին։ Հաջորդ շաբաթ Աննան եկավ ասաց տատիկին, որ գտել է նրա համար հիանալի տեղ։ Մի ծերանոց, որտեղ կլինեն բժիշկներ, բուժքույրեր, ուրիշ տարեցներ, որոնց հետ կարելի է խոսել։ Մարիամ տատիկը նայեց իր թոռնուհու աչքերին, տեսավ, որ նա արդեն որոշել է։ Նա ոչինչ չասաց, միայն գլուխը թեքեց համաձայնության նշան։ Երբ Աննան տարավ տատիկին ծերանոց, Մարիամը վերցրեց միայն մի փոքր պայուսակ իր անձնական իրերով։ Աննան ասաց, որ տան մասին չմտածի, ինքը կհոգա ամեն ինչ։ Մարիամ տատիկը ժպտաց համբուրեց իր թոռնուհուն։ Նա ասաց, դու եղել ես իմ կյանքի լույսը, իմ ամեն ինչը։ Աննան արտասվեց մի քիչ, բայց հետո շտապեց հեռանալ։ Ծերանոցը սառն տեղ էր։ Պատերը գորշ, սենյակները փոքր, ուտելիքը անհամ։ Բայց Մարիամ տատիկը չբողոքեց։ Նա նստում էր իր սենյակում, սպասում էր։ Նա սպասում էր, որ Աննան կգա այցելության, բայց շաբաթներ անցան Աննան չեկավ։ Մարիամը զանգահարեց նրան, բայց Ան միշտ ասում էր, որ զբաղված է։ Մի օր ծերանոցի տնօրենը կանչեց Մարիամին իր գրասենյակ։ Նա ասաց, որ վճարումները չեն եկել այս ամսվա համար։ Մարիամը զարմացավ, ասաց, որ զանգահարի իր թոռնուհուն։ Բայց Աննան չէր պատասխանում հեռախոսին։ Տնօրենը ասաց, որ եթե վճարումը չգա հաջորդ շաբաթ, նրանք ստիպված կլինեն հեռացնել Մարիամին ծերանոցից։ Մարիամ տատիկը վերադարձավ իր սենյակը, նստեց իր մահճակալին։ Նա չէր լաց, նա չէր զայրացած։ Նա բացեց իր պայուսակը, հանեց մի փոքր նոթատետր։ Այս նոթատետրում էին գրված բոլոր հեռախոսահամարները, հասցեները, որ նա կարիք կունենար։ Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց մի փաստաբանի։ Փաստաբան Պետրոսը եկավ հաջորդ օրը։ Նա եղել էր Մարիամի աշակերտը շատ տարիներ առաջ, երբ նա դասավանդում էր դպրոցում։ Հիմա նա հայտնի փաստաբան էր։ Մարիամը պատմեց նրան իր պատմությունը, ասաց, թե ինչ է ուզում անել։ Պետրոսը ժպտաց, ասաց, որ դա շատ լավ պլան է։ 2 շաբաթ անցավ։ Աննան ապրում էր իր նոր կյանքը Դավթի հետ։ Նրանք ուներ մեծ տուն, թանկ մեքենաներ, հաճախում էին ճաշի ամենաթանկ ռեստորաններում։ Աննան փորձում էր մոռանալ իր տատիկին, բայց գիշերները երբեմն երազում էր նրան, արթնանում էր արտասվելով։ Մի առավոտ Աննան ստացավ հեռախոս ծերանոցից։
Տնօրենը ասաց, որ Մարիամ տատիկը հեռացել է ծերանոցից, որովհետ վճարումները չէին եկել։ Աննան զարմացավ, հարցրեց, թե որտեղ է տատիկը հիմա։ Տնօրենը ասաց, որ չգիտե, որ եկավ մի փաստաբան տարավ նրան։ Աննան վախեցավ։ Նա մտածեց, որ տատիկը հիվանդ է կամ անօթան։ Նա փորձեց զանգահարել տատիկին, բայց հեռախոսը անջատ էր։ Նա վազեց դեպի տատիկի հին տունը, բայց երբ հասավ այնտեղ, տեսավ, որ տունը փակ է, դարպասի վրա կախված է վաճառքի նշան։ Աննան շոկի մեջ էր։ Ինչպես կարող է լինել։ Տատիկը երբեք չէր ասել, որ ուզում է վաճառել տունը։ Նա զանգահարեց վաճառքի հեռախոսահամարին, մի իրավաբան պատասխանեց։ Նա ներկայացավ որպես փաստաբան Պետրոս, ասաց, որ տունը վաճառվել է 3 շաբաթ առաջ Մարիամ Հովհաննիսյանի կողմից։ Աննան չէր հասկանում, ինչ է կատարվում։ Նա հարցրեց, թե որտեղ է տատիկը։ Փաստաբանը ասաց, որ չի կարող տալ այդ տեղեկությունը, բայց եթե նա ցանկանում է, կարող է գալ իր գրասենյակ, կխոսեն։ Աննան գնաց փաստաբանի գրասենյակ հաջորդ օրը։ Պետրոսը նստեց իր գրասեղանի ետուն, նայեց Աննային սառն աչքերով։ Նա ասաց, Մարիամ տատիկը իմ հաճախորդն է, նա տվել է ինձ հրահանգներ։ Տունը վաճառվել է $100,000։ Այդ գումարից 60,000-ը նվիրաբերվել է բարեգործական կազմակերպությունների, 40,000-ը վճարվել է ծախսերի համար, իսկ մնացած գումարը գտնվում է հատուկ հաշվում։ Աննան նստեց աթոռին, թույլ տվեց արտասունքներին հոսել։ Նա հասկացավ, որ տատիկը արել է սա որպես դաս նրա համար։ Նա խնդրեց Պետրոսին ասել, թե որտեղ է տատիկը, որ կարողանա գնալ խնդրել ներողություն։ Բայց Պետրոսը ժպտաց, ասաց, որ դրա համար պետք է սպասել։ 3 ամիս անցավ։ Աննան ամեն օր մտածում էր տատիկի մասին։ Դավիթը ասում էր, որ մոռանա ծերուկին, բայց Աննան այլս չէր լսում նրան։ Նա հասկացավ, որ սիրտը ցավում է, որովհետև դավաճանել է միակ մարդուն, ով իսկապես սիրել է իրեն։ Մի օր Աննան ստացավ նամակ փաստաբան Պետրոսից։ Նամակում գրված էր հասցե ժամ։ Նա պետք է գար այնտեղ, եթե ուզում է տեսնել տատիկին։ Աննան անմիջապես գնաց այն հասցեին։ Դա փոքր տուն էր քաղաքի հանգիստ թաղամասում։ Նա թակեց դուռը, սպասեց։ Դուռը բացվեց, Մարիամ տատիկը կանգնած էր այնտեղ։ Նա նայեց Աննային, ժպտաց։ Աննան ընկավ տատիկի ոտքերի առաջ, սկսեց լալ խնդրել ներողություն։ Նա ասաց, որ սխալվել է, որ եղել է նեղամիտ, անմարդկային։ Մարիամ տատիկը բարձրացրեց Աննային, գրկեց նրան։ Նա ասաց, իմ սիրելի թոռնուհի, ես երբեք չեմ դադարել սիրել քեզ։ Բայց պետք էր սովորեցնել քեզ մի կարևոր դաս։ Փողը, հարստությունը կարող են անհետանալ մի պահի ընթացքում, բայց ընտանիքը, սերը են ամենակարևորը։ Աննան հարցրեց, բայց ինչպես ես ապրում հիմա։ Մարիամը ծիծաղեց, ասաց, որ նա ամենին էլ աղքատ չէ։ Երբ ամուսինը մահացել էր, նա թողել էր նրան ապահովագրության լավ գումար։ Մարիամը ծախսել էր այդ գումարը Աննայի դաստիարակության վրա, բայց նա ուներ նախնայողություններ բանկում։ Նա վաճառեց մեծ տունը, որովհետև այն շատ մեծ էր, մեկ մարդու համար գնեց այս փոքրիկ տունը։ Մնացած գումարով նա օգնել է աղքատներին, հիմա ապրում է պարզ, բայց երջանիկ կյանքով։ Աննան հասկացավ, որ տատիկը ամենախելացի, ամենազորեղ կինն է, որին երբեք ճանաչել է։ Նա ասաց, որ ուզում է փոխհատուցել իր սխալը։ Մարիամը ժպտաց, ասաց, որ միակ բանը, որ ուզում է, սա է, որ Աննան սովորի ինչ է ամենակարևորը կյանքում։ Աննան վերադարձավ դեպի Դավիթ, պատմեց նրան այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Դավիթը ծիծաղեց, ասաց, որ ծերուկը խելագար է։ Աննան նայեց Դավթին, առաջին անգամ տեսավ նրան ինչպիսին իրականում է, նեղամիտ, գոռոզ, անսիրտ։ Նա հեռացավ նրանից նույն օրը։ Աննան տեղափոխվեց ապրելու տատիկի մոտ փոքրիկ տանը։ Նա գտավ նոր աշխատանք, սկսեց նոր կյանք։ Ամեն առավոտ նա արթնանում էր տատիկի պատրաստած թարմ սուրճի հոտից։ Նրանք միասին նախաճաշում էին, խոսում էին, ծիծաղում էին։ Աննան օգնում էր տատիկին այգու խնամքում, նրանք միասին եփում էին ճաշ, երեկոները նստում էին պատշգամբում, նայում էին աստղերին։ Մարիամ տատիկը սովորեցրեց Աննային, թե ինչպես ապրել պարզ, բայց երջանիկ կյանքով, թե ինչպես գնահատել փոքր բաները, թե ինչպես օգնել ուրիշներին։ Աննան սկսեց կամավոր աշխատել տարեցների համար, օգնում էր նրանց, ովքեր չունեին ընտանիք։ 2 տարի անցավ։ Աննան հանդիպեց մի հրաշալի տղամարդու, Արամ անունով։ Նա բժիշկ էր, նույնպես կամավոր աշխատում էր նույն կազմակերպությունում։
Նրանք սիրահարվեցին, Արամը խնդրեց Աննայի ձեռքը։ Մարիամ տատիկը օրհնեց նրանք ամուսնացան պարզ, բայց գեղեցիկ հարսանիքով։ Աննան, Արամը ապրեցին տատիկի տանը։ Նրանք 3 հոգով կազմեցին հրաշալի ընտանիք։ Երբ Աննան ունեցավ իր առաջին երեխային, նա անվանեց նրան Մարիամ, իր տատիկի անունով։ Մարիամ տատիկը բռնեց փոքրիկ Մարիամին իր ձեռքերում, արտասվեց ուրախությունից։ Տարիներ անցան, Մարիամ տատիկը ապրեց երկար երջանիկ կյանք շրջապատված իր սիրելիներով։ Աննան երբեք չմոռացավ դասը, որ տատիկը սովորեցրել էր նրան։ Նա մեծացրեց իր երեխաներին նույն արժեքներով՝ սեր, ազնվություն, խոնարհություն, հարգանք ավագների նկատմամբ։ Եվ երբ Մարիամ տատիկը վերջապես փակեց աչքերը 95 տարեկանում, նա մեկնեց այս աշխարհից իմանալով, որ իր թոռնուհին դարձել է հիանալի կին մայր։ Աննան լաց եղավ, բայց նա ժպտաց, որովհետև գիտեր, որ տատիկը երջանիկ էր հպարտ իրենով։